Շնորհակալ ձեզ իմ շատ սիրելի բարեկամներ։ Նորից իմ խոհանոցում ենք միասին։ Այսօր պիտի պատրաստենք խմոր։ Շերտավոր խմոր ենք պատրաստելու, բայց խմորիչով։ Մենք դեռ չենք պատրաստել միասին խմորիչով շերտավոր խմոր։ Հիմա այսօր միասին պատրաստենք, որովհետև այս խմորով շատ լավ խմորեղեններ են պատրաստվում։ Կարող եք նույնիսկ կրուասան պատրաստել, գաթա պատրաստել, մի խոսքով ինչ որ ձեր սիրտը ուզի, այս խմորով պատրաստվում է։ Դա է պատճառը, որ ես ուզեցի անպայման միասին այս խմորն պատրաստենք։ Դուք էլ ունենաք ձեր խմորեղենների գրքում այս հետաքրքիր ու շատ պետքական խմորը։ Եվ այսպես, ուրեմն մեզ հարկավոր է ալյուր, ջուր, գոլից տաք ջուր, բուսայուղ կարագ, շաքարավազ, աղ և խմորիչ։ Առաջին հերթին ջուրն ու խմորիչը խառնում ենք իրար։ Խմորիչը մեզ 25 գրամ է հարկավոր, որովհետև ալյուրը մեզ մոտ 550 գրամ է։ Այս խմորիչի մեկ փաթեթը նախատեսված է 500-ից 550 գրամ ալյուրի համար։ Ավելացնում ենք շաքարավազը և աղը։ Խառնում ենք մի փոքր։ Երբ որ զգում ենք արդեն շաքարավազը հալվել է, խմորիչը տարածվել է, արդեն սկսում ենք խառնել ալյուրը։ Ալյուրը անպայման մաղելու ենք։ Երբ մի փոքր տարածվում է արդեն ալյուրը, ավելացնում ենք երկրորդ բաժինը։ Սկզբում հունցելու ենք բահիկով, հետո արդեն ձեռքով։ Ստացել ենք այսպիսի խմոր, ոչ պինդ և ոչ էլ թույլ։ Ավելացնում ենք արդեն բուսայուղը և ձեռքով շատ լավ հունցելու ենք։ Շատ լավ հունցելու ենք խմորը։ Մի փոքր բուսայուղ ենք անում կամ ալյուր, ինչպես կուզեք։ Այսպես ձգելով հունցում ենք։ Ես արդեն մոտ 5 րոպե հունցում եմ, սիրելի բարեկամներ, և քիչ-քիչ արդեն ստանում ենք մեր ուզած
փափլիկ, էլաստիկ խմորը։ Այսպեսի խմոր ենք ստացել, տեսեք։ Ամանը բուսայող ենք անում մի փոքր։ Եվ խմորը տեղավորում ենք նորից ամանի մեջ, որպեսզի բարձրանա։ Խմորը արդեն ծածկում ենք սննդային թաղանթով։ Եվ սրբիչով դնելու ենք լույսը վառած ջեռոցը։ Մոտավորապես 1 ժամ տևում է, մինչև բարձրանում է, որից հետո կշարունակենք։ Բարեկամներ, շատ լավ է բարձրացրել մեր խմորը, ուղիղ 60 րոպե, 1 ժամ հետո այսպես բարձրացել է, հիմա ալյուր ենք անում սեղանը և խմորը մի փոքր նորից հունցելու ենք։ Շատ լավ խմոր ենք ստացել բարեկամներս։ Հիմա բաժանում ենք 2 հավասար մասի մեր խմորը։ Վերածում ենք գնդիկների։ Եվ թողնելու ենք հենց այստեղ սեղանին, որպեսզի լավ հանգստանա։ 20 րոպե։ Ծածկում ենք բարեկամներս։ Ես սպասում ենք, որ մի փոքր, այսինքն 20 րոպե հանգստանա խմորը, բացելու ենք, այդ պատճառով պետք է լավ հանգստանա, որ կարողանանք հանգիստ բացել, հետ չգնա խմորը, դա է հիմնականում սպասելու պատճառը։ Բարեկամներս, խմորները շատ լավ են հանգստացել։ Հիմա մեկը տեղափոխում ենք այստեղ, իսկ երկրորդի հետ արդեն աշխատում ենք։ Բացելու ենք ուղղանկյուն, որքան հնարավոր է հավասար ենք բացում։
Այնպես ենք բացելու, որ եզրերը շատ հաստ չմնա։ Եվ ստանանք ուղանկյուն։ Ուրեմն բացել եմ արդեն։ Հիմա այստեղ ունենք 150 գրամ կարագ, ուղիղ 2/4 ենք անում եւ 1 բաժինը քսում ենք հենց այս արդեն բացված խմորի վրա։ Հավասար քսելու ենք։ Նորից շատ լավ հավասարեցնում ենք կարագը։ Շատ լավ խմոր ենք ստացել, բարեկամներս։ Բարեկամներս, հիմա կտրելու ենք խմորը, տեսեք այսպես, չենք հասցնում մինչև վերջ, նույնը կրկնում ենք այս կողմից, որքան հնարավոր է հավասար, և սկսում ենք ծալել խմորը, խնդրում եմ ուշադիր եղեք, տեսեք այսպես, այստեղ կարագ չկա, բայց կարագով շերտը արդեն բերում ենք վրա, երևում է չէ, ու հիմա նորից այսպես ծալում ենք, տեսնում եք, բոլոր կողմերից կարագ է լինում և այսպես շարունակում ենք, ու 3-4 անգամ այլևս չենք բացելու խմորը, նորից ծալում ենք, նորից, այսպես, և արդեն ավարտում ենք։ Տեսնում եք այսպիսի գեղեցիկ քառակուսի խմոր ստացանք և բոլոր շերտերը կարագոտվել են արդեն։ Մի փոքր կարագը շատ են քսելու, որպեսզի բոլոր շերտերը հավասարաչափ կարագ ունենան ու ստացվի մեզ մոտ խմորիչով շերտավոր խմոր։ Տեղավորում ենք տոպրակի մեջ։ Բարեկամներս, դնելու ենք սառցախցիկ, մոտավորապես 30 րոպե, չենք թողնելու շատ քարանա, բայց խմորը մեզ սառն է հարկավոր։ Երկրորդ խմորը նույն կերպ ենք կտրելու և ծալելու։ Դուք արդեն մոտիկից տեսաք, ինձ թվում է ամեն ինչ հասկանալի էր։ Սկսում ենք արդեն երկրորդ շերտի կարագը։
Խմորը բավականին սառել է արդեն, առաջինը կաթան կպատրաստենք։ Նորից ուղղանկյունի ենք բացելու։ Ուրեմն բացել ենք արդեն ուղղանկյունի, տարածում ենք խորիզը արդեն պատրաստ էր, գիտեք, մենք միասին խորիզ պատրաստենք, էլ կարիք չկար նորից խորիզը պատրաստեինք, ժամանակ կորցնեինք։ Այսպես գեղեցիկ տարածում ենք հավասար։ Իմ խորիզը սառնանում էր դրված, այդ պատճառով մի փոքր դնդիկներ կա։ Այսպես ձեռքով հանգիստ բացվում են դնդիկները։ Մի փոքր այսպես ձեռքով սեղմում ենք։ Եվ փաթաթում ենք արդեն։ Եվ արդեն կտրում ենք փաթաթելուց հետո։ Տեղադրում ենք արդեն տապակի մեջ։ Բարեկամներ, պատրաստ է արդեն։ Հիմա սպասում ենք մի փոքր բարձրանան, քանի որ խմորիչով է մեր խմորը, մի փոքր այսպես բարձրանում է ու արդեն ձու ենք քսելու։ Հիմա պատրաստում ենք կրուասանը արդեն։ Պատրաստում ենք արդեն կրուասան, նորից ուղղանկյուն ենք բացելու։ Հանգստացել է արդեն մեր խմորը, հիմա ձու ենք քսում ու թխնում ենք։ Նորից ենք անցնում ձու քսելով, որ ավելի գեղեցիկ կարմիր լինի։
այսպես բարեկամներս խելու ենք 180 աստիճանի տակ վերև ներքև ռեժիմով։ Գեղեցիկ գաթա ենք ստացել եւ շատ համեղ։ Գեղեցիկ գաթաներ ստացանք խմորիչով շերտափոր խմորից, շատ լավն են եւ հետո արդեն կրուասանները կթխենք։ Կարող եք շոկոլադով անել, եթե ուզում եք, որ մի փոքր քաղցր լինի, չնայած որ սա արդեն բնական է լինում։ Որքան լավ խմոր է ու որքան լավ է բարձրացել։ Իսկ գեղեցիկ կրուասաններ ենք ստացել։ Հուսով եմ ձեզ դուր եկավ այս խմորը, կպատրաստեք անպայման, որովհետև իրականում շատ թեթև, շատ լավ խմոր է եւ նույնիսկ կլոր գաթա կարող եք պատրաստել այս խմորով, արտակարգ լավ խմոր է, փորձված արդեն մի քանի անգամ, այնպես որ համոզված եմ ձեզ դուր է գալու։ Սիրելիներ, շնորհակալ եմ բոլորիցս, շնորհակալ եմ, որ ինձ հետ եք, շնորհակալ եմ, որ հետևում եք ինձ, գրում եք, շատ շնորհակալ եմ ձեզանից։ Այսօր էլ այսպես ավարտեցինք արդեն, ստացանք այս գեղեցիկ համեղ խմորեղենի ափսեն։ Շատ շնորհակալ եմ նորից ու նորից, ցտեսություն, սիրում եմ բոլորիդ, մինչ նոր համեղ հանդիպում իմ խոհանոցում։ Is this thing on? I can't tell, 'cause you never reply. They home gone, am I late? Did I miss the invite? Maybe it's me, I can't tell, 'cause I ran out of time. Is this thing on? I can't tell, 'cause you never reply. Where did you go? Was that you that just drove past the house? Is it me that they're laughing at when I step out? Maybe I'm paranoid, feels like I let everyone down.
Feels like everybody's thinking I'm a nobody now. I had to write myself a letter just to know it get read. I drink myself back to life to make sure I ain't dead. But I ain't dead yet. Is there a number to call? Is there a place I can hide? Is this thing on? I can't tell, 'cause you never replied.